երեկո սիրելի հետևորդներ, ոնց եք, լավ եք։ Ուրեմն այսօր չէի որոշել միանալ ձեզ, բայց քանի որ արդեն ամբողջ համացանցը տարածվել է, թե Ֆրանսիան հրաժարվել է, մանկական եվրատեսիլ է հյուրընկալելուց, փող չկա եւ այլն նման խոսակցություններ, որոշեցի ես էլ անմասն չմնամ այս խոսակցությունից եւ ներկայացնեմ թե իմ կարծիքը, թե ինչու են այդպես արել։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ես բազմիցս ասել եմ, որ մենք Հայաստանում ապրող հայերս եւ ֆրանսիացիները լրիվ տարբեր մտածելակերպի մարդիկ են, ինչպես նաեւ նախկին սովետական միության բոլոր երկրները, Հայաստանի նման, թեկուզ Ռուսաստանը, տարբեր մտածելակերպ ունեն, քան ֆրանսիացիները։ Միանշանակ դա զգացել եմ, երբ արդեն ոտք եմ դրել Ֆրանսիա։ Շատ դեպքերում եմ դա նկատել ու զարմացել եմ, բայց այստեղ իրենք վերաբերվում են ամեն ինչին շատ հանգիստ, շատ նորմալ եւ առաջին բանը, որ նույնիսկ թեկուզ զարմացրեց, երբ Տրամպը եկել էր Ֆրանսիա, Փարիզում այդ տոնակատարություն էր, կարծեմ հենց Ֆրանսիայի հաղթանակի, Ֆրանսիայի օրվա առթիվ հուլիսի 14-ին եւ շինարարություն էր գնում Ֆրանսիայում, հենց այդ փողոցում կարծեմ Շանզելիզեի այն վերնահատվածի մասում էր, հենց այդպես ցույց էին տալիս ու շատ տեղեր, որ հանդիպում էին, կարծեմ ինվալիդների պալատում, մի խոսքով որտեղ որ գնում էին, շինարարություն էր գնում եւ կողքերը թափած այդ վիճակներ, ես ինքս շատ զարմացա, որ ինչի գոնե չեն հավաքել, որ ասենք թե հյուր է գալիս դրսից։ Եվ այդպես շատ մանրուքներ հիմա մանրամասն չեմ հիշում, բայց այո, շատ բաներ, որ ես զրուցում եմ նաև իմ ֆրանսիացի ընկերու հետ, այն բաների վրա, որ ես զարմացած նայում եմ ինքս, որովհետև ուրիշ մտածելակերպ ունեմ, ճիշտ է, այստեղ փոխվում է իմ մտածելակերպը կամաց, չեմ նմանվում տիպիկ իրենց, բայց արդեն հասկանում եմ իրենց եւ նորմալ եմ համարում։ Բազմիցս իմ ընկերուն ասում է, որ ինչու են փողոցի բոլոր լույսերը շատ վառ, թող թուլացնեն լույսերը, խնայողություն անել, կամ որ ասենք իրենց մոտ այսքան շատ փախստականներ են գալիս, իրենք դեմ չեն, ասում է, բա այս ինչ երկրի ենթադրենք 5-6 տարեկան երեխան դպրոց չի գնում, բայց մեր մոտ տեսեք դպրոցել են գնում, ինչքան լավ են ապրում, թող գան, իրենք էլ լավ ապրեն, իրենք էլ օգտվեն։ Կարճ ասած, այստեղի հոգեբանությունը բացարձակ նման չէ։ Եվ հիմա արդեն էլ լրատվական չի մնացել, էլ երկիր չի մնացել, որ այդ լուրը տարածում է, որ զարմանում են, որ Ֆրանսիան հրաժարվել է։ Նախ Ֆրանսիան 23 թվին էր հրաժարվել, Իսպանիայում դա արեցին։ Այս ժամանակ չգիտես ինչու այսքան սենսացիա չէր, երևի հիմա որ երկրորդ անգամ է հրաժարվում կամ որ էլի հրաժարվում է, չգիտեմ։ Ֆինանսական առումով որ ալիքը, որ պիտի ցույց տար այդ եվրատեսիլի ցուցադրությունը, ինքը պարտքերի մեջ է։ Եթե չեմ սխալվում, 140 միլիոն եվրո պիտի ծախսվի այդ եվրատեսիլը ցուցադրելու համար։ Ուրեմն իրենք հաշվարկներ են արել, որ այդ ամենը անելուց հետո գումարներ իրենք կկորցնեն, ոչ թե կստանան։ Եվ իրենց համար եվրատեսիլը այդքան էլ մի մեծ իրադարձություն չի, ինչքան որ հայերի համար է դա ընդունված, մենք ենք որ տառապում ենք, վայ ամեն մի գնացողի հետևից որոշում ենք, վայ հաղթելու է, լավ երգ է, չգիտես ինչ, բայց առանց հասկանալու, որ եվրատեսիլի պահանջներն ուրիշ են, ճաշակներն ուրիշ են, եւ ամեն անգամ որևէ մանկականում հələ 2 անգամ հաղթել ենք, որևէ անգամ մեծերի մասին է խոսքը, հաղթանակ չենք ունեցել, որովհետև այդ մեզ համար է եղել լավագույնը, բայց Եվրոպայի մարդկանց ճաշակին հարմար չի եղել։ Ինչևէ, այսպիսի նյուանսներ կան, որ արդեն ես նայում եմ ու զարմանում եմ, որ ինչու ենք մենք ամեն ինչին այդքան բուռն վերաբերվում, ամեն ինչին այդքան ոգևորված ընդունում։ Եվ ես մի վլոգում ձեզ հիշում եք, ասեցի, կցանկանայիք, որ Երևանում էլ նախ դե Երևանում շատ շքեղ է, մարզերում էլ համեմատաբար այդ նոր տարվա կապված լուսավորությունները, այդ տոնակատարությունները մի քիչ քիչ լիներ,
բայց այդ գումարները տային անապահով ընտանիքներին։ Հիմա այստեղի հոգեբանությունը ուրիշ է։ Այստեղ պետությունը չի ուզում իր բյուջեից այդ գումարը հանի տա Ֆրանսիայի TV-ին, որովհետև հենց ինքն էլ բյուջեում խնդիրներ ունի։ Չկա աշխարհում մի երկիր, կա իհարկե մի քանի լավ երկրներ կան, որ երևի թե նրանք պարտքեր չեն ունեն արտաքին պարտքեր, երևի թե մի քանի միջև 5 երկիր կարող եմ թվարկել, բայց որպեսզի չսխալվեմ, չեմ թվարկում։ Իսկ նույնիսկ Ամերիկան ունի արտաքին պարտքեր, Ֆրանսիան էլ դե ունի արտաքին պարտքեր, ֆինանսական խնդիրներ կան, շատ հարցեր կան, եւ Ֆրանսիան ամբողջ աշխարհում միակ երկրներից է, որտեղ որ առանց փաստաթուղթ ունեցող մարդը բուժում է ստանում անվճար։ Ֆրանսիայում չկա մի մարդ, որ ապահովված չլինի։ Անկախ նրանից նա փախստական է, թե փախստական չէ։ Եթե խոսենք փախստականների պահով, ուրեմն բոլորը ստանում են անվճար բուժումներ։ Բոլորին տներ են տալի, ոչ ոք լույսի, ջրի, գազի վարձ չի վճարում, տան վարձ չի վճարում։ Այդ հələ փախստականները։ Ոչ փախստական է, այսինքն Ֆրանսիայի քաղաքացիները մոտ 68 միլիոն ֆրանսիացի է ապրում եւ 68 միլիոնն էլ հարուստ չի ապրում բնականաբար։ Բայց այստեղ դա էլի հարաբերական է։ Ենթադրենք այստեղ կարող է 20-ից 30%-ին շատ հարուստները լինեն, մի որոշ մաս, ենթադրենք 100 եմ հաշվում, 30-ը հանեմ, մի 30-ն է միջին խավեն կամ 40-ը, իսկ այն մնացածը սովորական պետական աշխատող կամ չաշխատող կամ վատ ապրողներ, որոնք որ նորից եմ շեշտում, աշխատավարձը քիչ է, իրենց տարեկան եկամուտները շատ քիչ են, երեխաներ ունեն կամ չունեն, կամ մենակ են ապրում, նշանակություն չունի։ Ցանկացած ընտանիք, ուրեմն լավ լսեք, որ էլ չզարմանաք, ցանկացած ընտանիք, եթե նույնիսկ աշխատում է, ու նրանց աշխատավարձը չի համապատասխանում Ֆրանսիայում հաստատված ընտանեկան զամբյուղի թվին, ապա նպաստները, ոնց որ նպաստի տեղը ասեմ, այստեղ կաֆ է կոչում։ Այդ կաֆը գումար է հատկացնում այդ ընտանիքին, կամ տան վարձն է փակում, կամ ասենք թե բնակարանի նոտան վարձը, այդպես ալոկացիոն, կամ էլ գումար է տալիս, որ այդ մարդը կարողանա որոշ բաներ անել։ Էլ չեմ ասում, որ տվյալ անապահով ընտանիքներին նաև շատ քիչ վճարով նույնիսկ ճամփորդության է տանում։ Այսինքն մինիմում մարդու համար ճամփորդելը, ուտելը, սնվելը, հագնելը, օգտվելը պետությունը ապահովում է, եթե տվյալ ընտանիքը չի կարողանում դա անել։ Դե պատկերացրեք, ինչքան գումարներ է պետությունը տալիս նաև նման անապահով ընտանիքների։ Պատկերացնում եք, որևէ երկրում նման բան կա, եթե կա, դուք այդ երկրներում եք ապրում, գրեք մեկնաբանություններում, սիրով կկարդամ։ Հիմա մյուս հարցը, Ֆրանսիայում ասեցի, չէ, որ արդեն կաֆը նպաստների տեղը օգնում է համապատասխան։ Հիմա մեկ այլ խնդիր, եթե մարդը աշխատում է ու կորցնում է իր աշխատանքը, ապա Ֆրանսիայում կախված նրա աշխատավարձի չափից կարող է 1 տարի եւ ավելի գործազուրկների կենտրոնից աշխատավարձի 100%-ը տվյալ մարդը 1 տարի ստանա։ Երկրորդ տարում, եթե բարձր է նրա աշխատավարձը եղել, ավելի քիչ ստանա։ Կա որևէ երկրում, երբ մարդը կորցնում է իր աշխատավարձը, բայց ստանում է իր աշխատավարձը։ Նշեք իմանամ։ Ուրեմն տեսեք ինչքան բյուջեից ծախսեր է գնում։ Ֆրանսիայում երեխաները, որ գնում են դպրոց, դպրոցում դե շատ երկար են մնում, 8:30-ից, 8:30-ից լինում են դպրոցում, 8:30-ից մինչև փաստացի 4:30 լինում են դպրոցում։ Այդ ընթացքում կախված դպրոցներից կարող են այդ երեխաները այնտեղ կամ նախաճաշել, հիմնականում պետական դպրոցներում նախաճաշ, ճաշ եւ գուտեն, որ ձեզ ասել եմ, հետ ճաշյան, այդ ձևի բաներ կան։ Մի խոսքով կան չկան, ճաշը պարտադիր է։ Ուրեմն բոլոր դպրոցներում դա կա, բայց այսպիսի մի նրբություն էլ կա։ Եթե
իմ թվարկածապահովված ընտանիքներ են, այսինքն Հայաստանի հետ եթե փորձենք համեմատել այդ հայտարարագիրը, որ շատերը չեն ուզում լրացնել, այստեղի հայտարարագրի համաձայն արդեն փաստաթղթով նայում են այդ ծնողը, այդ ընտանիքը ինչքան տարեկան եկամուտ ունի։ Եվ ըստ դրա նրանց երեխաները կամ բացարձակ չեն մուծում սննդի համար, բայց սնվում են, կամ 50%, 40, 60, նայած թե ինչքան է։ Իսկ ում բյուջեն ավելի շատ է, 100% է վճարում։ Այսպիսի բաներ կան, ժողովուրդ ջան, որ Ֆրանսիան դա անում է։ Դրա համար հիմա նրանց զարուտի չէ այս պահին որևէ ավելորդ գումար ծախսի, ինչ եթե Եվրոտեսիլը պիտի իր երկրում անցկացվի։ Հենց սա է խնդիրը։ Ու ես դա հասկանում եմ։ Միգուցե մի քանի տարի առաջ չհասկանայի, բայց հիմա հասկանում եմ։ Չհաշված, որ Ուկրաինային են օգնում, չհաշված, որ իրանք էլ են զինվում, ամեն ինչ գիտեք Ֆրանսիայում լրիվ մեքենաներ են ստեղծում, ինքնաթիռը շատ բաներ կա, այսինքն նրանց ուշադրությունը նման բաներն են։ Էլ չասեմ, որ Ֆրանսիայում, եթե դու գումար չունես, նման գումար չունեցողների համար թանգարաններ են, ներկայացում գնալու, այնպիսի տուրիստական վայրեր, որոնք որ մեկ ուրիշը վճարում է, անապահով ընտանիքների համար ստեղծված է այդ ամենը, որ այդ մարդիկ անվճար գնան օգտվեն։ Դե պատկերացնում եք։ Անվճար էքսկուրսիաներ դուք պատկերացնում եք, թե Ֆրանսիայի մեջ, թե մոտիկ մարզերում, թե ամբողջ տարածքում, Ֆրանսիայի մեջ այդ նկատի ունեմ։ Ուրեմն տեսեք, պետությունը ինչքան հզոր ծախսերի տակ է։ Դրա համար էլ գերադասում են, որ ավելի լավ է այդ գումարը իրենք տան իրենց երկրի քաղաքացու օգնեն, որ իրենց երկրում անապահով մարդիկ չլինեն, մարդիկ առաջիկայում հենց եթե լիներ եկող տարի այս շրջանը Նոելի, այսինքն Սուրբ Ծննդյան տոնին են պատրաստում։ Իրենք Սուրբ Ծննդյան տոնին հատուկ, որ իմ տեսանյութը ես ասեցի սխալ էին հասկացել, նույնիսկ անապահով ընտանիքներին գումարներ են ուղարկում, որ նրանք կարողանան այդ տոնին մասնակցել։ Սեպտեմբերի 1-ին էլի գումարներ են նման ընտանիքին ուղարկում, որ իրենց երեխաների համար ապրուստ կամ էլ հագուստ ամեն ինչ առնեն։ Պատկերացնում եք, եւ արդեն մեծ արձակուրդից առաջ էլի գումարներ են հատկացնում այդ կաֆը նպաստների տեղը։ Լրացուցիչ, ոչ թե ամեն ամիս որ ստանում են, որ նրանք ճամփորդ են։ Դե հիմա եկեք հասկանանք, արժե Եվրատեսիլն անել, կամ շատ դեպքերում ես անցած անգամ այդպես ակնարկով անցա, որ ասում են Ֆրանսիան ստում են, բայց ասում են շատ լուրերով, որ Ֆրանսիայում լույսեր չկա, տոնական լույսեր չկա, տեսեք մեր քաղաքների լույսերը, դա ամենաճղճի մտածելակերպն է, եւ դու փորձում ես ինչ որ մի երկրի ծաղրուծանակի ենթարկել, ինչ եթե այնտեղ շատ վառ լույսեր չկան։ Լույսերը կան, դուք ամենուր տեսնում եք, որ ես դուրս եմ գալիս մեծ քաղաքներում, ընդհանրապես ոչ թե մեծ, մերը դե շատ մեծ էլ չի համարում, քաղաքներում հաստատ կան։ Իսկ միգուցե այնպիսի տեղ է, որ չկան, բայց էդ էլ հաստատ չգիտեմ, որ ասում եմ միգուցե չկան, քանի որ այստեղ դա մի, ոնց ասեմ, տարածված ու լավ սպասված տոն է, Սուրբ Ծննդյան տոնը, այդ իսկ պատճառով չեմ կարծում։ Բայց այստեղ չկա մի գյուղ, որ ասֆալտապատ չլինի, չկա մի գյուղ, որ հարմարավետ չլինի, որ դու գյուղի միջով անցնում ես, դու չես զգում, որ այդտեղ գյուղ է։ Չկա ժողովուրդ, նման գյուղ չկա։ Ուզում է դա ծայրամաս լինի, դե այստեղ ծայրամաս ասվածը մի քիչ ուրիշ ձևի է, համենայն դեպս այդպես ասեմ, որ ավելի հասկանալի լինի։ Այսինքն այն ինչը մարդու համար պետք է աչքի համար պիտանի է, մարդիկ այդ բոլորը ստեղծում են, սպորտ են գնում մարդիկ, ամեն ինչ անում են, բոլորի համար, հատկապես չունեցողի համար, որ այդ չունեցողը իրան վատ չզգա, այսինքն այս երկիրը սոցիալիստական երկրի նման է, որտեղ կան թե պետական կառույցներ, թե մասնավոր կառույցներ, եւ ամենակարևոր բանը, որ այս երկրում 8 ժամից ավել չեն աշխատում, այսինքն 7 ժամ են աշխատում, մի ժամը դե ընդմիջում է, կան որ չեն անում, կան որ անում են, հիմնականում դա է 7 ժամն է։
Խանութներում 12 ժամ, 10 ժամ չեն աշխատեցնում, ժողովուրդ։ Հիմա այդ մարդուն, որ չեն աշխատեցնում, այդ մարդը հանգիստ գնում է աշխատում, ու այստեղ նշանակություն չունի, աշխատանքային բաժանումները վերևից նայելու չի, այստեղ կապ չունի դու հավաքարար ես, բժիշկ ես, մանկավարժ ես, դու չգիտեմ դիրեկտոր ես կամ ով ես, մի հատ մագնատ ես, բոլորը հավասար են։ Ամենահարուստ մարդուն դու չես կարող տարբերել։ Թեկուզ եթե տարբերես էլ նրանք շատ պարզ են, շատ հասարակ, ասենց վերևներից չեն նայում և ցուցադրական որևէ բաներ չեն անում։ Չկա այդ բանը այստեղ, ու դա շատ ավելի լավ է, քան լույսը։ Ենթադրենք լուսավորեցին այդքան գումարները ծախսեցին, իմաստը, այդ գումարը կտա վատ ապրողին, մի ավելի կարևոր տեղ կանի։ Դե հիմա գաղտնի չի, որ բյուջեները շատ երկրների ու նորից շեշտեցի, երևի բոլոր երկրների վատ է։ Այստեղ ուղղակի ցուցադրությունն է, ցուցամոլությունը, չտեսությունը նաև։ Եթե դու քո երկրի բնակչի մասին մտածում ես, դու այդ ցուցամոլ բաները պիտի չանես։ Այն որ սոված են, բարակներում են ապրում, գազուրույս չունեն, 5-6 հատ երեխա շարել են անգիտակից, չգիտեմ ոնց ապրեն, ուրաց կանեն։ Տարբեր մարդիկ են օգնում, իհարկե այստեղ էլ են օգնության ֆոնդեր կան, բայց այդտեղ այդ ձև չի ինչ-որ այստեղ է։ Դրա համար պետք չէ ծաղրել, պետք չէ զարմանալ, որ չի անում։ Եվ ձեզ մի բան էլ ասեմ, երբ օլիմպիադան էլ եղավ Փարիզում, Ֆրանսիայում, որ թվին էր, մի 2 տարի առաջ, Ֆրանսիան նորից նոր ստադիոններ չկառուցեց, որևէ նոր շինություն չարեց, այլ տեղայնացրեց, այնպես արեց, որ ասենք սպորտաձևը, որ քաղաքի ստադիոնն է հարմար, այնտեղ կազմակերպեց։ Ուսես տարբերակ է սպորտաձևերը, թե որտեղ ինչը կարելի է անել։ Կարճ ասած, ես գտնում եմ, որ սա ճիշտ է, դուք կգրեք ձեր կարծիքները, հիմա կարծիքը ասելը դա հանցագործություն չի, ամեն մեկը այդ ձև է մտածում, բայց իմ ասածների վրա կարելի է մտածել, և ինչու չէ, երբ որ ձեր շրջապատում այդպես խոսում եք, կարելի է բացատրություն տալ, որ ավելի լավ է մարդը լավ ապրի, այդ լույսը չտեսնի ուրախանա, ինչպես շատերն ասում են, երեխաները նայում են այդ լույսերին ուրախանում են։ Այդ երեխան թող ամբողջ տարին լույսերին նայի ուրախանի, այդ նոր տարվա լույսին նայել չի ուրախանա, չտեսի նման, վայ, ես ինչ լույս է, ինչ լավ է, տոն չի լինի, տոնական է, բայց հանգիստ կվերաբերվեն։ Թեկուզ այդ նոր տարվա ծախսերը, նոր տարվա հետ կապված, դրանք բոլորը ցածր, չգիտեմ, վատ չզգաք, բանի խնդիր է, էլի, սովետական տոն է նոր տարին, երբ սովետը արգելել է կրոնը, եկեղեցիները գիտեք չեն նշել, Սուրբ Ծննդյան տոներ չի նշվել, իրենք ֆետիշացրել են նոր տարին, նոր տարվա տոնը ինչ ենք այդքան ֆետիշացնում կամ ինչ-որ մեծարում, նոր տարի է գալիս բան ինչ, որ մի տարով էլ ենք մեծանում, որ ինչ ենք ուրախանում ու շատ դեպքերում էլ չենք ուրախանում, չարչարվում անում դնում, հիմա կասեն, բա այ կող կա, այն կա, չէ, շատերի տունը մարդ կա ամբողջ տարին չի գալիս, այդ օրն է գալիս։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ով որտեղ ապրում է, արդեն սովորում է այդ միջավայրին, այդ վիճակին ու ինքն էլ բնականաբար հասարակության մի մասնիկն է, նմանվում է, դառնում է այդպիսին։ Հիմա մարդկա չի փոխվում, մարդկա ոնց կա այդպես է մնում, երբեմն կատակ ենք չի անում, շատերը ովքեր որ թվից դուրս են եկել, թեկուզ Ռուսաստան, թեկուզ աշխարհի որ ծայրը լինի այստեղ, ասում ենք այդ թվի մեջ էլ մնացել են։ Այսինքն Հայաստանում ավելի են զարգացել, քան այն մարդը, որ ասենք 90 քանի թվին թողել դուրս է եկել որևէ երկիր գնացել։ Մի խոսքով սրանք հարցեր են, իրոք սա բանավեճի թեմա է, որովհետև ինչքան մարդ այդքան կարծիք եւ այդպես եմ էլի գտնում եմ, այնպես որ այդքան սարսափելի բան ես չեմ տեսնում, որ հանկարծ Եվրատեսիլը չի լինելու Ֆրանսիայում, հիմա դեռ որոշված չէ, որ երկրում կլինի, միգուցե ասում են նորից Վրաստանում, բայց դե տեսեք, Վրաստանը Ֆրանսիայի կարգի երկիր չի, բայց անում են էլի, հիմա չգիտեմ։
էլի եմ ասում, ինչպես ամեն ընտանիք իր ձևն ունի, ոչ ոք չի կարող նրան ասի, այնպես էլ ամեն երկիր իր ձևն ունի, ոչ ոք չի կարող ասի, որ ինչու այդպես չի։ Պարզապես ես ձեզ ներկայացրեցի, թե ինչ հոգեբանություն ունեն այստեղ եւ հանգիստ են չափազանց ժողովուրդ ջան, անչափ հանգիստ ժողովուրդ են։ Եվ մեր նման այդպես sense շուտ պանիկայի մեջ ընկնող չեն, չգիտեմ, ես ձեզ էլի եմ ասել կատակով, որ կարող է խանութում դու հերթի մեջ լինես, բայց վաճառողը զրուցի այդ հաճախորդի հետ, ու դա երկար տևի, իսկ ոչ ոք այդպես չի գնա, չի վիճի, ինչ եք զրուցանում, մենք հերթի մեջ ենք, հանգիստ մարդիկ սպասում են, ու այսպես։ Դրա համար եմ ասում, էլի շատ բաներ կա, որ սովորելու է, կոնկրետ ես ինքս բնույթով անհամբեր մարդ եմ, հələ կատակով ինձ ասում են 7 քոչես, բայց այստեղ բավականին ես այդ համբերությունը սովորել եմ, չնայած էլի իմ ձևով շտապում եմ, վազում եմ, բան գնում եմ, զգում եք արդեն, բայց համեմատաբար արդեն շատ հարցերի, շատ բաների հանգիստ եմ վերաբերվում։ Մանավանդ որ ասենք շփվում եմ թե երեխայի հետ թե մեծի ու երեխաները ավելի հանգիստ, ավելի sense նորմալ են վերաբերվում ամեն ինչին, քան թեկուզ հայ մեծը, դրա համար ես մտածում եմ, որ ճիշտ են, դրա համար էլ երկար են ապրում, դրա համար էլ ճիշտ են ապրում, որևէ մեկին ցուցադրելու բան չունեն։ Հիմա Սուրբ Ծննդյան տոնը կլինի շուտով, մի քանի օրից, իրենք իրենց ընտանիքով, այնպես չի, որ իրենք գնումներ չեն անում կամ չեն պատ, բայց հենց հանգիստ, պարսի մեջ, ավելի շատ, նո պատրաստողը պատրաստում են, հիմնականում գնում են, հավաքվում են, ուրախանում են, զուտ ընտանեկան։ Եվ այստեղ ես ձեզ միշտ ասել եմ, որ այստեղ ծնողների հարգանքը չափազանց մեծ է։ Տպավորությունը նայց է, որ իբր Հայաստանում ծնողներին հարգում են ավելի քան ոչ, չկա նման բան։ Հայաստանում ծնողների հետ ապրում են եւ արդեն ընտանիքներում գիտեք ինչ խնդիրներ են, այս թեման են կողմ, բայց այստեղ հիմա Սուրբ Ծննդյան օրը հազարավոր կիլոմետր կքշեն, կգնան ներքև, հենց դպրոցում են, հենց ֆրանսիացի մի տղամարդ կա, հարավից է իր մայրը, անպայման իր ընտանիքով այստեղից հենց 1000 եւ մի քիչ ավել է, վերևից հյուսիսից իջնում է հարավ, Մարսելի այդ մոտերն է, պարտադիր, այդ ընտանիքը, որ ես ճանաչում եմ, բոլոր արձակուրդներին, տարվա մեջ ինչքան կա, իր երեխաներին տանում է իր մոր մոտ, որը մի 400 կիլոմետր հեռու է, քշում գնում են ու հետ են գալիս, թողնում են այնտեղ մնում են, հետո գնում են, բերում են, այսինքն կապը կա իրենց ծնողների հետ։ Ես ձեզ էլի եմ ասել, կովիդի ժամանակ բողոքում էին, որ իրենց ծնողներին այդ ծերանոցներում նույնիսկ ովքեր մնում էին, չէին թողնում նայելու, վարակվելուց էին վախենում։ Հենց բողոքում էին, կապեր էին ստեղծել, որ այդպես խոսեն ու ինչ ջերմությամբ էին խոսում։ Հիմա դե այստեղի մենտալիտետը, ինչպես ասում ենք, ուրիշ է, մարդիկ աշխատում են, ծնողին ուշադիր չեն, ծնողը ծայր է տանը, պետք է ինգնի, վատը լինի, լավ չի, որ տանեն այնտեղ։ Եվ այդտեղ տանելն էլ անվճար չի, ասեմ ձեզ, կան մասնավոր եւ պետական էլի։ Կարճ ասած, սիրելի հետևորդներ, սա կարևոր թեմա էր, դրա համար որոշեցի միանալ ձեզ եւ ասել, իսկ ինչ եմ պատրաստել, մոտիվացնում եմ, այսօր կոնկրետ պատրաստել եմ նորից կարակուր, էլի պիտի կիսեմ կեսը տանի գործի տեղը Կարենը, որովհետեւ իմ ամենասկզբի տեսանյութը կարակուլը որ կար, նոր էի, այդպես խոսում էի դանդաղ, խոսալով դե ամփորձեի, մանրակրկիտ բացատրում էի, այդտեղ էլ ասել եմ, որ շատ են հավանել, չկա մի մարդ, որ իմ թխած կարակուլը ուտի ու չհավանի։ Ուրեմն պատվեր էր ամուսնուս կողմից, այսօր թխել եմ, կեսը վաղը կտանի, այնքեսն էլ դե ինքը կուտի բնականաբար, ես միայն կարակով եմ թխում, որ կարակով շատ խրխրտան ու շատ համեղ է լինում։ Կարող եմ տեսանյութը տեղադրել, նայեք, պատրաստեք։ Այսօր էլեկտրական ջեռոցում եմ թխել, ոչ գազում, որպեսզի ռուլետից ճակատագրին չարժանանա կարակուլը։ Եզրի մասից կտրեցի փորձելու համար, տեսեք ինչքան լավ է ստացվել, չնայած սա դեռ եզրն է, եւ բեզեի մեջ ավելացրել եմ բանաներ, որոնք ավելի հետաքրքիր բույրու համ են հաղորդում այս կարակուլ թխվածքին։ Ամեն անգամ տարբեր եմ անում եմ նաև ընկույզով, կարճ ասած ընտիր բաղադրատոմս է։ Այսօր պատրաստել եմ ժողովուրդ ջան, այ տես չեմ նկարել, չնայած ես չեմ դեռ կերել,
տեսնում եք այնտեղ երկու կաթսա, մեկի մեջ տապակած նեխուր է, մի փոքր կոթումներով եւ տերևներով, սխտորով, ձվով, լավ տապակած, այ դրանից եմ ես կերել։ Սա տապակած նեխուրն է, որ շատ համեղ է ստացվում։ Նեխուրը շատ առողջարար է, ճնշում ունեցող մարդկանց համար ամենալավ բանջարեղենն է։ Ասեցի չէ, որ պետք է մի քիչ ռեժիմով։ Իսկ մյուսն էլ էլի Կարենի պատվերն է, սիսերով ապուր եմ պատրաստել, հիմա մոտիկից ցույց կտամ։ Ու ինքը միշտ ասում էր, լավ չես եփում, լավ չես իմ ուզածը չի, այսօր ուտում ես հենց անում։ Չէ, շատ լավն է, չէ, շատ լավն է, իբր ես է չեմ լսում, մեկ է կրկնում, ասում եմ, հա ինչ ես է ասում, դժգոհ ես էլ ասում, չէ, իմ ուզած ճաշն ես եփել։ Ինչը մանկության հետ կապված է, ինչը իր մաման եփել է, բոլորի մոտ է երևի այդ հիշողությունները կարոտը իրենց անում են, էլի։ Որոշել է այս սիսերով ապուրը նկարելով պատրաստեմ, բայց ժամանակի առումով չտեղավորվեցի եւ չնկարեցի, բայց տեսեք ինչքան ընտիր է ստացվել, սիսերը այնքան լավ է եփվել, փափուկ, համեղ, միս կարտոֆիլ, սիսեր, կարճ ասած, արտակարգ համ է։ Դե ես չեմ գովում, գիտեք, ճշմարտությունն եմ ասում, իրոք հիմա էլ բույրը լավ տարածված է։ Այդպես սիրելիներս, տան գործեր, տանից կիրակի է այսօր, դուրս չեմ եկել, հիմնականում դե թխել եմ, ճաշն եմ եփել, այդ թխվածքի ճաշի ամաններ եմ լվացել, հետո դե ճաշել ենք հիմա մի երկու աման կա, դա էլ կլվանա, մինչև տուն եմ մաքրել, հա, մտել եմ, լողացել եմ, հենց նոր լողանալուց հետո որոշեցի միանալ ձեզ, տեսնում եք մազերս ինչքան արագ են երկարում, երևի մոտորերս կգնամ մի քիչ կկտրեմ, կթարմացնեմ, այս հրատապ տեսանյութը Ֆրանսիայից հատուկ ձեզ համար, ինձ թվում է բան չմոռացա համեմատելու եւ ասելու սիրելի հետևորդներ, այնպես որ եթե ձեր շրջապատում որևէ մեկը այս թեման կքննարկի, դուք կարող եք արդեն իմ ներկայացրածով դուք էլ պատմել ասել։ Եվ անպայման մեկնաբանություններում կգրեք ձեր երկրներում ինչպիսին է վիճակը։ Եթե դուք աշխատանք չունեք, կարողանում եք մարդավայել ապրել։ Այսօրվա համար այս տեսանյութը, լավ մնացեք, առողջ մնացեք, երջանիկ եղեք, սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, շնորհակալ եմ ձեր աջակցության համար, աստղիկները չեք մոռանում, ստուգում եմ, նայում եմ, տեսեք, շատ քիչ է, լավ ասեցի չէ, դե լավ մնացեք, պաչիկներս բոլորիդ։